Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ ազատամարտիկ նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մալխասյան։ Բարև ձեզ։ Պարոն Մալխասյան, ինչու՞մն է կայանում Ռուսաստանի դժգոհությունը կապված Հայաստանի ընտրությունների արդյունքների հետ։ Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում ակտիվ ռուսական կողմը իր ռոպագանդիստների միջոցով հայտարարում է այն մասին, որ ինչ որ իմաստով դժգոհություններ ունեն այս արդյունքների հետ, անգամ շատ սուր են արտահայտվում Հայաստանի Հանրապետության լեգիտիմ վարչապետի հանդեպ եւ շատ սուր են արտահայտվում անգամ ԿՊ ընտրող այդ ընտրազանգվածի նկատմամբ ընդհանուր հայտարարում են, որ նրանց մուտքը պետք է արգելեն Ռուսաստանի Դաշնություն եւ այսպես շարունակ։ Սա ռոպագանդիստների մասով եւ տեսնում ենք, որ առաջին դեմքի մակարդակով դեռևս շնորհավորանք չի եղել։ Սա ինչպես հասկանալ, սա ինչ ժեստ է եւ ինչ մոտեցում է, այսինքն ռուսական կողմը ըստ էության չի ուզում կամ հաշտ չի ընտրության արդյունքների հետ։ Ռուսական կողմը Դուգինի Սալավյովի լեզվով բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի կորուստը իրենց համար սարսափելի մեծ կորուստ է, ավելի մեծ կորուստ, քան Ուկրաինայի կորուստը, Վենեսուելայի եւ այլն, որտեղ իբր իրենց այդ ցավալապաշտական, ուրեմն մեծապաշտական, կայսերապաշտական նկրդումներով Հայաստանը համարում են իրենց հարավային դարպասը, իբր կորցնում են հարավային դարպասը եւ Հայաստանի կորստով իրենք կորցնում են նաեւ ամեն ինչ։ Հայաստանը որ դուրս գա հապկից, հապկը փլուզվի։ Հիմա Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը իրենք համարում են Հայաստանի կորուստ։ Իրենք այդպես են համարում։ Իրենք այդպես են համարում, որտեղ իրենց ամենահավատարիմ մարդկանց իրենք ուրեմն ուղարկեցին Հայաստան, որպեսզի հատուկ ծրագրով, հրահանգով, որպեսզի իշխանությունը Հայաստանում փոխվի։ Եվ դա իրենց չհաջողվեց, բայց իրենց նախապես տրամադրել էին այդ իրենց վստահված մարդիկ, որ շատ հանգիստ իշխանությունը կփոխվի, որովհետև ռուսները միշտ մտածում են, որ փողով ամեն ինչ կարելի է լուծել։ Եթե քիչ փողով ինչ որ խնդիր չի լուծվում, ապա շատ փողով կլուծվի դա անպատճառ։ Եվ իրանք միշտ այդ դրա վրա են կառուցել իրենց հաշվարկները եւ հիմա էլ խճճվել են այս դրա հետևանքով։ Ինչու են խճճվել, պարոն Մալխասյան։ Որտեղ մտածում են, թե փողով ամեն ինչ կարելի անել։ Շատ փող են դրել, արդյունքները չեն ստացել։ Շատ փող են դրել, արդյունքները չեն ստացել։ Հիմա գնում է այդ պարզաբանումների շրջանը։ Եվ փոխանակ դրանք ուրեմն դիվանագիտական լեզվով մեր հետ խոսեն, անցել են արդեն փողոցային խուլիգանական բառապաշարի։ Այդ Մարգարիտա Սիմոնյայի խոսքերը երևի լսեցիք երեք օր։ Դրան հիմա կանդրադառնամ ես էլի, ինչի են դրանք այդպես վայնասուն դրել։ Մենք որտեվ հայերի մի զգալի հատվածը ընդրողների կեսից ավել է, ուրեմն իրենց կեցվածքով, իրենց ուրեմն քաղաքական դիրքորոշմամբ, ուրեմն ոչ ասեցին ռուսական նարատիվներին եւ ասեցին, որ Հայաստանի ապագան եւ հայ ժողովրդի ապագան չպետք է որոշվի Ռուսաստանի ցանկությամբ, Ռուսաստանի տրամադրություններով, Ռուսաստանի կամակորություններով կամ Ռուսաստանի շանտաժով։ Եվ դրա իրանց շատ մեծ ցավ է պատճառել։ Հիմա այդ կեսից ավելի ընտրազանգվածին, որոնք որ չթողեցին, որ Ռուսաստանից գործուղված լրտեսները Հայաստանը հոշոտեին ու փռեին Պուտինի ոտքերի տակ։ Դրանց անվանում են մեր պետության ղեկավարին խեղկադակ անվանեց Զախարովան, իսկ այդ ընտրողներին, այդ հատվածի ընտրողներին, այդ 750,000 ընտրողին անվանեց պրյանիկով խապված զոմբիներ, որոնց շուտով կնուտով, այսպես ասած, կնուտով բան կանենք։ Հիմա սրանք մենակ մի բան չեն հասկացել այս ապուշները։ Այ մինչև հիմա Ռուսաստանը կործանվում է ինչի հետևանքով։ Իրանք միշտ աշխարհը գնում է ուրիշ ուղղությամբ։ Իրանք ուզում են մարդկությանը տանեն ուրիշ ուղղություններով։ Ինչ որ մարդկանց ապրելու նոր ձևեր, նարատիվներ են սրանք կազմել, որը այս քաղաքակիրթ դեմոկրատական աշխարհը, ժողովրդավարական աշխարհը չի ընդունում։ Ռուսաստանը խոչընդոտում է ամբողջ աշխարհի մարդկության բնականոն զարգացման ընթացներին։ Իսկ ինչ է առաջարկում դրա դիմաց ինքը ուր է տանում։ Դե իրանք տես ինչ են, իրանք գիտեն, որ իրանք առանց
նախկին սովետական հանրապետությունների, իրանք կործանված են։ Այդ Ուկրաինայի գրավումը, Ուկրաինայի վրա հարձակումը հատուկ ծրագիր էր, որտեղ մինչև հարձակվելը ռուսները արդեն վերջնական ուրեմն վերլուծություն կատարեցին, որ եթե արևմուտքին հաջողվեց կործանել սովետական միությունը, ապա արդեն միացրած է Ռուսաստանի անվերապահ կործանման ժամացույցը, որպեսզի Ռուսաստանը չկործանվի մինչև վերջ, հարկավոր է նախկին սովետական հանրապետությունները հետ բերել եւ գուցե անունը չտնեն սովետական սոցիալիստական հանրապետությունների միություն, դնեն ԱՊՀ կամ ուրիշ մի անուն, բայց պետք է դա չթողեն, որ այդ հանրապետությունները փախնեն։ Այդ հանրապետություններին պետք է հետ բերեն, որտեղ առանց դրա Ռուսաստան գոյություն չունի։ Ռուսաստանը առանձին վերցրած ճարիք է ամբողջ աշխարհի համար։ Հիմա իրանք վայնասուն են դրել, որ մենք չենք կռվում մենակ Ուկրաինայի դեմ։ Մենք կռվում ենք ամբողջ աշխարհի դեմ։ 50 պետություններ են դուրս եկել մեր դեմ։ Դա ինչ 50 պետություն։ Ինչքան պետություն կա ձեր դեմը։ Ձեր դեմը նաև Չինաստանը, ձեր դեմը նաև Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովյան, Ուկրաինան, բոլոր նախկին հանրապետությունները, Բալթյան հանրապետությունները, բոլորն են ձեր դեմ, բացի այդ բոլորից դուք կռվում եք նաև ձեր դեմ։ Ձեր դեմ, առաջ ուկրաինացիներին անվանում են իրանք եղբայրները, ասում են ուկրաինացիները մեր եղբայրներն են։ Կիևում ենք մենք կրոնն ընդունել, Կիևը եղել է ռուսների մայրաքաղաքը։ Հիմա դուք ոչ թե կռվում եք միայն ամբողջ աշխարհի դեմ, դուք ինքներդ կռվում եք ձեր դեմ, ձեր եղբայրների դեմ, անխնա հոշոտում եք իրար։ Ուրեմն, երբ որ 22 թվին այս պատերազմը սկսվեց, փետրվարի 24-ին, հարցումներ անցկացրին, Ռուսաստանի բնակչության 90%-ը արդարացված էր համարում այդ պատերազմը։ Բայց հիմա իրավիճակը փոխվել է։ Հիմա 90%-ը մեղադրում է Պուտինին։ Դե որովհետև դրոնները արդեն հասնում են Մոսկվա։ Դրոնները արդեն խփում են Մոսկվային։ Արդեն վերքը տիրոշն է սկսեց ցավտալ։ Հիմա այսինքն իրավիճակը փոխվել է։ Եթե դու ամբողջ աշխարհին հանել ես քո դեմ, դու ճանապարհ չունես հաղթանակի։ Դու դատապարտված ես անվերապահ կապիտուլյացիայի ու կործանման եւ ուղղակի դա ժամանակի խնդիր է։ Հիմա ուզում եմ ասեմ, Ռուսաստանը ուրեմն շատ հիմա արագացված տեմպերով գնում է անվերապահ կործանման եւ Ռուսաստանին այդ կործանումից փրկվելու 1%-ի շանս անգամ գոյություն չունի։ Հիմա այդ կործանվող երկրի, այդ մեռնող երկրի քարոզիչները, իդեպ ստեղ էլ մի ուրիշ զավեշտ կա, այդ քարոզիչների կեսը կամ առնվազն մեծ մասը են կրեմլյան պրոպագանդայի հայ են։ Զարմանալի է, ինչի ժամանակին նրանք չեն բուծել, ասենք ուզբեկների, ղրղզների, ադրբեջանցիների, վրացիների, այլ անընդհատ բուծել են հայերի։ Մեգրաբյան, եսիմ Բաղդասարով, եսիմ ինչ Մարգարիտա Սիմոնյան, եսիմ ուրիշ տեսակի կենթանիներ մի գլուխ բուծել են։ Բուծել են այսօրվա համար։ Այսօրվա համար։ Իդեպ մի օրինակ եմ ուզում բերեմ, սա շատ դիպուկ է այսօրվա համար։ Ուրեմն ռուսները մի հանճարեղ գրող են ունեցել Բուլգակով։ Բուլգակովի ստեղծագործություններից մեկում պրոֆեսորը բժշկական միջամտությամբ ուզեցել է շանը մարդ սարքի։ Եվ նրան կարծես դա հաջողվել է։ Բայց շունը փողկապ է կապել, պատգամավոր է տարել, բայց հենց կատու էր տեսնում, սկսում էր հաճալ։ Հետո պրոֆեսորը արձանագրեց, որ այս իմ գիտափորձը չի հաջողվել։ Շնից մարդ սարքել չի լինի։ Բայց ռուսները այդ գիտափորձը հակառակ ուղղությունից սկսեցին ուրեմն կրկնել։ Երևի արհեստական բանականության մեթոդներով թե ինչով հայ մարդուց փորձեցին սարքել շուն։ Երբ որ շնից մարդ չտարավ, շունը մարդ չտարավ, պարզվում է մարդը շուն կարող է դառնալ։ Եվ այդ մեր ամբողջ այդ կազմը, որ իրենց հայ են համարում, իբր ազգությամբ հայ են, Լավրով, Մաբրով, այդ անազգան հայրենիք ոչնչություններն ու թափտպուկները շուն են դարրել։ Ռուսաստանում ապրող բազմաթիվ ուրիշ հայերի հետ միասին, չեմ բոլորին չեմ ուզում նույնացնեմ, բայց մի մասի հետ միասին վերածվել են շների եւ Պուտինը սրանց հրահանգ է տվել հոշոտել Հայաստանը, հոշոտել հայ ժողովրդին եւ հայ ժողովրդի հոշոտված մարմինը փռել Պուտինի ոտքերի տակ։
Պարոն Մալխասյան, հետաքրքիր է, որ տեսեք, ասում եք Ռուսաստանը կործանվում է, 1% շանս չկա փրկվելու համար, բայց նախընտրական շրջանում գիտեք, հայտնի ուժերը, որոնք իդեպ որքան էլ որ ուզում են թաքցնեն այդ կապը, բայց նրանց կապը այսպես շատ օրգանիկ է Ռուսաստանի Դաշնության հետ։ Քիմիական, այո։ Եվ շատ օրգանիկ, sense պորտալարով կապված են այդ պետության հետ, ասում էին, որ մեզ պետք է երաշխավոր, մեզ պետք է մեկ դաշնակից կա, որ կարող է ապահովել մեր խաղաղությունը, մեր լինելիությունը, այս պայմաններում ակտուալ է եւ նորմալ է նման խոսակցությունները եւ կամ հույսը կապել մեկ դաշնակցի, մեկ երաշխավորի հետ, այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ օբյեկտիվորեն այդ դաշնակիցը, այդ երաշխավորը այսօր ինքը խնդիր ունի իր սեփական անվտանգությունը պահելու հետ կապված։ Ուրեմն տեսեք, խելացի ժողովուրդները, խելացի ազգերը իրենց եւ ուրիշների սխալներից միշտ դասեր են քաղում։ Եվ այդ սխալները աշխատում են չկրկնել։ Եվ հատկապես զգուշանում են նրանցից, ովքեր իրենց գոնե մեկ անգամ դավաճանել են։ Ռուսները այս 200-300 տարվա պատմության մեջ մեզ դավաճանել են ոչ թե մի անգամ, այլ 1001 անգամ։ Եվ այդքան, ուրեմն սխալները, այդքան դասերը, այդքան կորուստները ունենալուց հետո մեր ամբողջ արևմտյան Հայաստանը կորցրել ենք իրաց պատճառով, մեր պատմական ամբողջ տարածքները կորցրել ենք իրենց պատճառով, Արցախը կորցրել ենք իրենց պատճառով, այդքանից հետո նորից ռուսներին դարձնել մեր երաշխավորը, ուրեմն այդ կարգի մտածող մարդիկ, այդ կարգի ժողովուրդները, ուրեմն խելք չունեն, կամ էլ դատապարտված են անվերապահ կործանման։ Ոնց որ ոչխարները հովիվին վերացնեն, ասեն գայլերը թող մեզ հսկեն։ Ռուսը մեզ ոնց հսկի, որ ռուսնա մեր մի աշխարհի ամենախելոք ժողովուրդներն ու ազգերը միշտ զգուշանում են հեռու մնալ Պուտինից, որովհետև Պուտինից հեռու մնալ նշանակում է Պուտինից ավելի հեռատես լինել։ Իսկ նրանք, ովքեր որ Պուտինին դարձնում են իրենց երաշխավորը, նրանց այլևս թշնամի պետք չի։ Թշնամուն գնաց է գտել ու գրկախառնվել են։ Հիմա այս պայմաններում պատմություն կա, չէ՞։ Փաստեր կան։ Եթե այդքանից հետո մենք ռուսներին, մենք հիմա ինչի խաղաղության մի տևական ժամանակ ենք ապրում մենք հիմա, չէ՞, ահագին քանի տարի խաղաղություն սահմաններին չեն կրակում իրար վրա, ուրեմն տևական խաղաղություն է Հայաստանում։ Դա ի շնորհիվ նրա, որ մեր իշխանությունները վարեցին ինքնիշխան, անկախ իրենց հաշվարկներով, իրենց պատկերացումներով, ուրեմն իրենց ճարտարապետությամբ եւ իրենց պատասխանատվությամբ քաղաքականության քայլեր։ Եվ արդյունքում մենք բավականին առաջընթացներ ենք արձանագրել թե խաղաղության առումով, թե բանակի հզորացման առումով։ Ռուսերը սրանից հոգեխանգարմունքի մեջ են ընկնում։ Վայնասուն են դրել։ Ինչի եք վայնասուն դրել, ինչ եք ուզում մեզանից։ Դու որ մեզ ուզում ես դասեր տալ, մի հատ էլ քո վիճակը նայի, դու մեռնում ես, դու հոգեվարքի մեջ ես։ Մարգարիտա Սիմոնյան, ես չեմ ուզում իմ երջանկությունը ուրիշների դժբախտության վրա կառուցել, բայց Մարգարիտա Սիմոնյանը աշխարհի այդ Սիմոն Օղլին երևի, աշխարհի ամենադժբախտ, դու հələ քո վիճակն ես, դու մեռնում ես, ամուսինդ մեռավ քիչի, դու ես սատկում։ Բայց հələ վերջին այդ հոգեվարքիդ օրերին հələ հաճում ես մեր ազգի ու մեր ժողովրդի վրա։ Եվ այտենց սրիկաներ դու կարծում ես քիչ կան, մեր հայ ժողովուրդը միշտ իր ցախողումները, պարտությունները, կորուստները ունեցել է վախկոտ հայի, դավաճան հայի, փողամոլ հայի, փառամոլ հայի, օտարամոլ հայի պատճառով, որոնց տիպիկ օրինակները այդ ռուսական քարոզիչներն են։ Դրանք ավելի վտանգավոր են, քան թուրքերը։ Հազարապատիկ Թուրքը դրանց համեմատ 1000 անգամ անվնաս է։ Քան թե այդ Մեգրաբյաններ, Սիմոնյաններ, լավ որ կոնե խոստովանում է, որ ինքը մաքուր հայ չի։ Պարոն Մալխասյան, իսկ վտանգավոր չեն այդ խոսակցությունները, երբ օրինակ խոսում են, որ կարելի է այս ամբողջ հարցերը լուծել կամ այսքան գլխացավանք չստեղծել, պարզապես դեսանտ իջեցնել իրենց բառերով ասած, իրենց եթերում ակնհայտ նման սցենարներ են քննարկում։ Սա նորմալ է, այսինքն հարևան երկրում եղել են ընտրություններ, ժողովրդավար, թափանցիկ, ազատ, ժողովուրդը գնացել է իր կամքը արտահայտել է եւ օրինակ ինչ որ մի գերտերություն հաշտ չէ այդ արդյունքների հետ եւ բացահայտ ցույց է տալիս իր անհաշտ լինելը, անգամ սցենարներ է մտածում, թե ինչպես կարելի է ազատվել այդ իշխանությունից։ Որովհետև այդ գերտերությունը
գաղափարական հենքեր չունի։ Գաղափարի վրա չի կառուցված Ռուսաստանը։ Ռուսաստանը կառուցված է։ Չէ, անընդհատ իրենք որ ասում են հայ ժողովրդի կամքը, հայ ժողովրդի համար մենք ժողովուրդ բարեկամ ժողովուրդներ ենք։ Այսինքն իրենք կներեք, բայց թքած ունեն նաև հայ ժողովրդի կամքի կամ արտահայտման վրա։ Այո, թքած ունեն, իրենք միշտ մտածում են, որ հայը պետք է իրանց հպատակ լինի։ Հայը իրանից ինչ է ներկայացնում, որ ինքնուրույն քայլեր առնի եւ մեզ հաշվի չառնի երբևէ։ Եվ ուրիշ բանից են նաև նրանք սարսափում։ Այդ ամերիկացիները, եվրոպացիները, որ ստեղ կամաց հաստատվեցին, այդ TRIP ծրագիրը գործի տրվեց, ստեղ իրանք գիտեն արդեն շուն են, հասկանում են բանի, որ ստե կենսամագարդակը աննկարագրելի լավանալու է Հայաստանում, որտեղ խաչմերուկ է դառնում, տրանսպորտային բոլոր հանգույցները մեր մոտով են անցնում, իդեպ շրջանցելով Ռուսաստանը։ Իրանք գիտեն, որ այդ պայմաններում ուրեմն ռուս այդ բազմաչարչար ժողովուրդը, ես ռուս ժողովրդին չեմ մեղադրում, ռուս իշխանավորներին, ուրեմն տեսնելով, որ Հայաստանը զարգանում է օր առ օր, տարի առ տարի, չէ՞, իրենք են ուզելու, որ մտնեն արևմտյան ուրեմն դաշտ եւ ներսում ապստամբություններ ա լինելու Ռուսաստանում։ Իրանք սարսափում են ժողովրդավարության հրդեհից, որ եթե Հայաստանը պոկվի իրանցից եւ իսկական ժողովրդավարություն ունենա, հիմա մենք ունենք ժողովրդավարություն, բայց դիարժեք չի հələ ձևավորվել։ Եվ իսկական առաջընթաց ունենա, ապա այդ հրդեհը կտարածվի նաեւ Ռուսաստան։ Իրանք սրանից են սարսափում Պուտինը։ Պուտինը սարսափման ներքին պայթյունից, որը այսպես թե այնպես հենց հիմա տեղի է ունենում, թե Մոսկվայում, թե Ղրիմը արդեն խոճապը փախնում են, խոճապի մեջ եկած փախնում են։ Ռուսաստան պայթելու է ներսից։ Պուտինը պատերազմի հանցագործը, ուրեմն ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից հետախուզման մեջ է։ Նա ուշ թե շուտ պետք է գնա Հաագայի կամ ինքնասպան պետք է լինի կամ պետք է գնա Հաագայի դատարան։ Ինքը զգում է վախի սարսափի մեջ է ապրում։ Եվ ինքը չի հանդուրժում, որ ինչ որ մի հայ ժողովուրդ բանը իրան հակառակ քայլեր է անում։ Մեզ ասում է դուք բարեկամական հարաբերություններ եք հաստատում այն թշնամի պետությունների միության մեր համար խորապես թշնամի պետությունների միության հետ, այսինքն Եվրոմիության հետ։ Բայց մենք ազատ ենք։ Մենք ինչ որ քայլեր որ անում ենք, քո դեմ չենք անում։ Մենք այդ քայլերը անում ենք մեր անվտանգությունից ելնելով, մեր պետության շահերից ելնելով, մեր ոնց ասեմ, այլ ընտրանքային լուծումներ գտնելու համար ենք անում այդ քայլերը։ Ստեղից հետևություն, որ ռուսական պետությունը իր գործելավոճով մեր նկատմամբ շատ անազնիվ է եւ շատ վնասակար է հայ ժողովրդի համար։ Ես նույնիսկ Փաշինյանին խորհուրդ կտայի, որ եթե առաջարկում են իրեն, որ ինքը գնա Ռուսաստան իբր Պուտինի հետ ինչ-որ հարցեր պարզի, առայժմ չգնա, չարիքի պետությունը տա։ Եթե այդ պետությունը մի հատ իրանց լեզվով խոսք կա, չէ, ասում է, «Какой привет, такой ответ»։ Եթե դու մեզ հայոյում ես, մեր պետության ղեկավարին խեղկադադ ես անվանում, ապա մենք ինչ գործ ունենք քո հետ։ Գնա դու ղրղզներն են արդեն դուրս եկել քո դեմ, ղազախներն են դուրս եկել քո դեմ։ Ով չի դուրս եկել Պուտինի դեմ։ Իսկ որին որ դու երաշխավոր տառար, բոլորը կործանվեցին եւ դու չկարողացար դյուզն ինչ անգամ դրանց պաշտպանել։ Պարոն Աղասյան, իսկ երբ վարչապետը օրերս ազգային ժողովում հայտարարում էր, որ քրեաօլիգարխիկ համակարգի արմատախիլ անելու process-ում այդ ճանապարհին արտաքին ազդեցություններ են եղել եւ դրանք ընդհուպ սպառնացել են Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Արտաքին որ ուժերը, որ երկրներին պետք չէ, որպեսզի Հայաստանում քրեաօլիգարխիկ այդ համակարգը արմատախիլ արվի։ Իհարկե Ռուսաստան այդ արտաքին ուժերը ինքը ուղղակի չի ասում անունը, Ռուսաստանն է, մենք կարող ենք ասել, Փաշինյանը չի կարող այդ ուղիղ ասի։ Դա Ռուսաստանն է։ Ռուսաստանը մեր բացահայտվեցին բավականին փաստեր, չէ, որ մեր եկեղեցու այրերը բանի KGB-ի, FSB-ի գործակալներ են, Սամվել Կարապետյանը FSB-ի աշխատող է, ահագին փաստեր հայտնաբերեցին։ Եվ ինչքան բաներ կա, որ դեռ չի հայտնաբերված։ Ռուսաստանը բանդիտական երկիր է, կառուցված է գողերի, ուրեմն թալանչիների, ավազակների, կաշառակերների վախի ու ստի վրա։ Ընդեղից է գալի բոլոր
այդ բաները, նարատիվները։ Ուրեմն եւ այո, Ռուսաստանն այսօր ոդկը մի քիչ տեղը բռնել է ինչի համար, որտեղ այս ընտրությունները ցույց տվին, որ մեր ժողովրդի, մեր ընտրողների գրեթե 1/3-ը Ռուսաստանի նարատիվները իրանց համար պահանջված են 1/3-ի համար։ Եվ նա զգում է, որ այդ 1/3-ը քիչ բան չի։ Այդ 1/3-ը կարելի է աշխատանքներ տանել, քանզի ազգային ժողովել են մտնում համարյա 1/3-ից ավել պատգամավոր, դրանք կարելի է ուրեմն աշխատանքներ տանել, կոնսոլիդացնել եւ նոր պայթյուններ առաջ բերել Հայաստանում։ Իդեպ ընդդիմադիր դաշտը դրա մասին խոսում է, պարոն Մալխասյան, ասում են, որ համախմբվելու են, ընդդիմադիր դաշտը մեկ բռունցք է դառնալու, Ռոբերտ Քոչարյանը օրերս խոսում էր, որ իշխանության յուրացում է տեղի ունեցել եւ առաջիկայում պետք է հեղափոխության համար, այսպես ասած, տրիգերներ ստեղծվեն։ Տրիգեր կարող է դառնալ յուրաքանչյուր բան, աշնանը հնարավոր է նման պատրվակ լինի։ Ինչի մասին են նման խոսակցությունները։ Իդեպ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը խոսում են ոչ ազատ անկախ թափանցիկ ընտրությունների մասին, Ռոբերտ Քոչարյանը անգամ ասում է, որ իշխանությունը յուրացրել է եւ բռնապետական համակարգի են գնում, շուտով նոր հեղափոխություն են նախապատրաստում։ Ինչ է կարծում, հիմքեր կան դրա համար։ Սա նման է նրան, որ անպարոյականը դուրսակալի փողոց բղավում է անընդհատ, որ բռնեք բոլոր անպարոյականներին։ Դրանք փչացնում են մեր կյանքը։ Հիմա ես զավեշտ ասա, որ ծանր հանցանքների մեջ թաղված, ուրեմն բազմաթիվ հարյուրավոր քրեական գործեր կան արդեն հակակոռուպցիոն կոմիտեի եւ ներքին գործերի նախարարության կողմից քննչական կոմիտեի կողմից բացահայտված։ Ուրեմն այդ բոլոր փաստերը այսօր իշխանությունների ձեռքին են։ Հիմա այդ խաղաթղթերը, այդ հաղթաթղթերը իշխանությունները հələ չի գործի դրել։ Իրենք որ ոչ մի հաղթատուղթ չունեն, վայնասուն են գցել։ Ընտրությունները ճանաչել անվավեր։ Այն մեկն ասում է երկրորդ տուր, զավեշտ է։ Այդ իդեպ այդ մասին եմ ուզում խոսեմ։ Այս աղմախները, սա խոսում է այն մասին, որ օրենքներից ընդհանրապես պատկերացում չունեն։ Որտեղ նայեք, այս բանի ուժեղ Հայաստան դաշինքը պահանջում է երկրորդ տուր։ Այդ չի հասկանում, որ մեր այս պետությունն է, չէ՞ սա։ Սա ինքնիշխան պետություն է, մատի կողմից ճանաչված, ունի սահմանադրություն, օրենքներ։ Այդ սահմանադրությունը, օրենքները այս արդյունքների համաձայն երկրորդ տուր չի կարող գնալ։ Երկրորդ տուր կարող է տեղի ունենալ մենակ այն դեպքում, երբ որ ուժերը չեն կարողանում կառավարություն ձևավորել, այսինքն 2-3 ուժ միավորվում են, էլի 50% չի հասնում, այն էլ չի հասնում, ստիպված երկրորդ տուր են տանում, որ ամենաշատ 2 ցային հավաքածներում որոշեն ով է բարանում։ Նույնը անում էին նաև վարչապետի հետ կապված։ Հələ ընտրությունները չի սկսվել։ Սրանք կառավարության նիստեր էին անում, ուրեմն այդ կալուգացուն հրճակում էին վարչապետ։ Ինքը կառավարության նախարարներ են նստած այնտեղ բան։ Պարոն վարչապետ էին կոչում սրան։ Այդ չհասկանալով որ այս մարդը այս պետության օրենքներով իրավունք չունի դառնա վարչապետ։ Այս էլ խոսում է սրանց տհասության, ուրեմն կարճատեսության, մանկամտության մասին։ Հիմա վերջը սրանք վայնասուն են գցել, մեկը երկրորդ տուր է ուզում, մյուսը ընդհանրապես ընտրությունները չեղարկել է ուզում։ Բայց հեղափոխություն կանեն։ Հեղափոխությունը, ասեմ քեզ, հեղափոխությունը պետք է անեն գաղափարական մարդիկ։ Հեղափոխությունը խո մենակ ժողովրդով չեն անում։ Անում են նաև մտքով, գաղափարով։ Սրանք ոչ միտք ունեն, ոչ գաղափար ունեն, ոչ օրակարգ ունեն, ոչ ծրագիր ունեն, ոչ կուսակցություն ունեն։ Ուրեմն այդ ձայները, որ իրանք ձեռք են բերել բառիս բուն իմաստով, փողի ուժով։ Հիմա ով որ փողը վերցրել է սրանցից, քվեն տվել է։ Նա իրանց հետ առևտրի մեջ է մտել։ Իրանց ոչ տալիք, առնելիք չունի։ Ընդհանրապես այդ մարդուն հիմի սրանք որ կանչեն ցույցի, չէ՞։ Ուրեմն ինչքան որ փող են տվել, եթե երկու այդքան էլ տան, էլ չի գա այս մարդը։ Որտեվ գիտի որ ինքը եթե եկավ ցույցի, արդեն բացահայտվում է, որ ինքը կաշառք է վերցրել։ Եվ արդեն իր վրա ուշադրության կենտրոն է դառնում ինքը։ Ինքը նաև գող, մի խոսք ասում է, գող սիրտը թող։ Ինքը մտածում ասում է, եթե ես գնամ ցույցի, ուրեմն արդեն կսկսեն կասկածել, որ ես փող եմ վերցրել, վաղը մյուս օր ինձ էլ կբանդարկեն։
Այս կարգի մարդկանցով դու հեղափոխություն չես կարող անես։ Ուրեմն իրանք այս օրինակը շատ են բերել, բայց էլի կրկնեմ էլի։ Այդ Շարմազանովը մի անգամ շատ շուտ հայտարարեց, որ Հանրապետական կուսակցության անդամները 250,000 հոգի են։ Բայց երբ որ այդ Սերժուկ Սարգսյանին հանին գցին փողոց, 200 հոգի չկար, որ գնային պաշտպանեին իրան։ Հիմա նույնը սրանք, եթե սրանք կես միլիոնի պես թե քվե են ձեռք բերել, կես միլիոն հոգի ձայնա տվել սրանց, այդ կես միլիոնի 5%-ն ինչքան է։ Չէ, 1%-ն ինչքան է, 1%-ը 5000 ձայնա, չէ, 5000 ձայն։ Ասենք 3%-ը 15000 ձայն։ Սրանք այդ իրանց քվե տվածների 3%-ը չեն կարող հավաքել։ Որ հավաքել են, սրանք ուրեմն չեն դառնա հեղափոխական էներգետիկ մասսա, որը հեղափոխություն անի։ Սամվել Կարապետյանը բայց օրերս ասում էր, որ իրենք իր բառերով ասած 500,000 գլուխ են, ինքը գորգռացող նաև մարդիկ ունի։ Հենց գլուխը ճիշտ է ասել։ Սրանք այդ անասունների գլխաքանաջի նման գլուխ են։ Այս ընտրություններում մի հատ ուժեղ բանաձև կա։ Փաշինյանին աջակցեցին գիտագից մարդիկ, կան ընտրություններին կան գիտագից աջակիցներ եւ անգիտագից աջակիցներ։ Անգիտագից աջակիցները իրավիճակը չպատկերացնելով, փողը տեսնելով, ուրանում են իրանց սկզբունք, նախ սկզբունք չունեն, ուրանում են իրանց մարդկային բոլոր հատկանիշները, ուրանում են իրանց հայրենիքը, հայրենիքի ապագան, գնում են փողի դիմաց, քվեարկում են։ Այդ կարգի մարդիկ մոռացեք, հեղափոխություն չեն կարող անեն երբեք։ Հեղափոխություն անում են նվիրյալները, հեղափոխություն անում են գաղափարականները, ովքեր որ գաղափարի համար գնում են զոհվելու միջև անգամ։ Իսկ վարձկանները, փողով վարձկանները, նրանք թե պատերազմի դաշտում, թե հեղափոխության ժամանակ թվականակը կարևոր չի, նրանք նախիր են։ Նախիրը չի կարող հեղափոխություն անի։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ հոգեվարքի մեջ են քաղաքացիական պայմանագիր կուսակցության շրջանակները եւ ասում է, որ Պանեխիդայի դեմքով էին հայտարարում իրենց հաղթանակի մասին, ինչը նշանակում է, որ երկար չի տևելու այդ հաղթանակը։ Իսկապես կարծում եք, որ այդքան վատ է իրավիճակը քաղաքացիական պայմանագիրը հոգեվարքի մեջ է։ Չէ, իհարկե քաղաքացիական պայմանագիրը 23 մանդատ ավելա ձեռք բերել, քան թե իրանք։ 23 մանդատը քիչ թիվ չի։ Բայց քաղաքացիական պայմանագիրը ունի սահմանադրական մեծամասնություն, իրանք այդ նկատի ունեն, որ իբր թե սահմանադրություն չեն կարող փոխեն, այդ էլ ընթացքում հələ կորոշվի։ Հələ մինչև հիմա ամեն ինչ ավարտված չի, խաղը ավարտված չի։ Հələ ես մտածում եմ, որ այս հակակոռուպցիոն կոմիտեի այս հայտնաբերած հարյուրավոր աղաղակող փաստերը պետք է հանգուցալ լուծում ստանան։ Ուշ թե շուտ պետք է հանգուցալ լուծում ստանան։ Եվ սրան պետք է համալիր իրավական գնահատական տրվի։ Երբ որ համալիր իրավական գնահատական տրվեց, ուրեմն պետք է պարզեն այդ փողերը, որ սրանք միլիոններով ծախսել են, ուրեմն պատգամավորի վրա միջին հաշվով 3 միլիոնից ավել փող են ծախսել։ Մի պատգամավորի վրա այդ համեստ թվերն եմ ասում։ Ուրեմն այդ փողերը ում փողերն են։ Որտեղից եկան այդ փողերը, այսինքն սա համակարգված բնույթ է կրել, ոչ թե առանձին էպիզոդիկ, եկել հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընդհանուր հանցագործությունների 1% ընդամենը։ Հələ դեռ էլի շատ բաներ նոր են բացահայտվում, որտեղ հիմի գնում է պարզաբանումները իրար մեջ, որտեղ իրանց մի հատ օտար պարկա 10-ով ճիգներ, այդ 10-ով ճիգները փողերն առել են միլիոններով, այդ փողերի կեսը բաժանել են, կեսը դրել են իրենց գրպանները։ Հիմա այդ կալուգացիները փողերը հետ են ուզում այդ 10-ով ճիգներից։ Այդ բաներն է կնում, ռազմիրատները։ Հələ այդ բաներն է պետք է բացվի, բոլորը կա ջրի երես, համալիր, որ գնահատական տրվի օրենքով։ Ես այսպես իշխանություններին հորդորում եմ, եթե նրանք չգնան այդ քայլին, դա ճակատագրական սխալ են թույլ տալու։ Պետք է այս կուսակցությունը, այս ուժեղ էլ դրել են անունը, ուժեղ Հայաստան կուսակցությունը ընդհանրապես օրենքից դուրս հայտարարվի եւ ուրեմն դրանց այդ ընտրությունների մասնակցությունը չեղարկվի։ Այսինքն կամ էլ հնարավոր է ուրիշ որոշում կայացնի դատարանը, գոնե պատժելու միջոց սկզբի 50 համարները պետք է զրկվեն մանդատներից։
կան հետևի են 50-ը, որը աննշան կենտանիներ են։ Հա, հիմա եթե դա տեղի ունենա, լրիվ ուրիշ պատկեր է ստացվում ազգային ժողովում։ Եվ հիմի որ իրանք վայնասուն են դրել թե նոր ընտրություններ, հետագայում կարող է իշխանությունները ոչ թե վայնասուն դնել, այլ հանեն այդ կոզիրները, դնեն սեղանին, ասեն նոր ընտրություններ եք ուզում, դե արեք նոր ընտրություններ, բայց այս անգամ առանց այս թափտպուկների։ Հələ տեսնենք ով ինչքան ձայնը հավաքելու։ Այս անգամ Փաշինյանը ոչ թե կհավաքի 57%, այլ կհավաքի 80%։ Եվ այս ժամանակ այդ Ռուսաստանի թափտպուկները, իրենց հայ համարող, ազգությամբ հայ համարող այդ քարոզիչ թափտպուկները, հələ տեսնեմ ինչ են ոռնալու։ Իրանց երկրի վիճակը թողած։ Իսկ սահմանադրական դատարան, որ դիմել են պարոն Մալխասյան, ինչ եք կարծում, դա որևէ արդյունք կտա, նկատի ունեմ ընդդիմադիր ուժերը, որ վիճարկում են արդյունքները, թե այնուամենայնիվ ի վերջո գնալու են մանդատները վերցնելու են եւ փորձելու են խորհրդարանում այսպես։ Իրենք նախ փաստեր չունեն։ Ասեն փաստերը իշխանությունների ձեռքին են, աղաղակող։ Այն է շատ ծանրակշիռ փաստերը իշխանությունների ձեռքին են։ Իրենք որևէ փաստ չունեն, որ իբր թե այս ինչ տեղամասում ընտրության կրկնությունը կամ բանը ազդել է ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա, չունեն փաստ, սահմանադրական դատարանը մերժելու է սրանց դիմումները, սրանք հետո չեն շարժվում իրենց գիտակցությամբ, իրենց խելքով, այլ շարժվում են տերերի, մեզ թշնամի համարվող պետության տերերի հրահանգներով, այդ մարգարիտաների, այդ բաների, փչացած հայերի հրահանգներով են շարժվում։ Հիմա նրանք սրանց հրահանգ կտան, որ մտեք ազգային ժողով, որտեղ առայժմ մենք պետք է բավարարվենք սրանով, մինչև ֆորս մաժորային իրավիճակներ առաջ կա։ Հիմա տեսեք ինչ ուրիշ բան են ասում Ռուսաստանից։ Ռուսներն պահանջում են մեզնից, որ մենք հանրաքվե անցկացնենք, թե եթե ուզում ենք Եվրոմիություն գնանք, թե մնանք եվրասիական տնտեսության մեջ։ Դու ինչ գործ ունես խառնվում ես մեր ինքնիշխան պետության ներքին գործերին եւ հանրաքվե ես պահանջում մեզանից։ Ինչ հանրաքվե։ Եթե դու ԵԱՏՄ-ից մեզ ուզում ես հանել, հան, հապկից ես ուզում հանել, հան։ Ինչ գործ ունես մեր հետ։ Եվ Փաշինյանը ճիշտ է անում, որ կտրուկ քայլեր չի անում առայժմ ռուսների հետ հարաբերությունները միանգամից սրելու առումով, որտեվ իհարկե ինքը անհամեմատ ավելի շատ է տիրապետում խորքային տեղեկատվությունների, քան թե մենք, ինքն էլ ես օրինակ համոզված եմ, որ Ռուսաստանը 2 ամիս, 3 ամիս հետո այս նույն տոնով չի կարող խոսալ, որտեվ Ռուսաստանը դառնալու է այն ջախջախված, անտամալ լույս, քայքայվող, մասնատվող մի հատ երկիր, այն իր երկրի խնդիրները չի կարայել բանը գլուխ բերի, ուր մնաց անդրադառնա հարավային Կովկասին։ Դրա համար մերոնք է դիմանալով հանդերձ, սենց ժամանակ են շահում, սենց գնում են ոլոր-մոլոր որոշ կոմպլեմենտար քաղաքականությամբ, մինչև այդ հրեշը վերջնականապես ուրեմն խորտակվի ու ջախջախվի եւ հայ ազգը փրկվի այդ 200-300 տարվա հրեշից, որ չթողեց մեզ զարգանանք, առաջ գնանք եւ միշտ մեզ վախեցնում էին, թե մենք չլնենք, դուք մեռնեք, դուք փոսի մեջ եք, դուք այլընտրանք չունեք։ Պարզվում է, որ շատ ուժեղ այլընտրանքներ կան եւ լուծումներ կան Հայաստանին փրկվելու, բայց ամենագլխավոր Հայաստանի խնդիրն է, որ ազատագրվել հրեշից, որը նստել է մեր աղբյուրի վրա եւ չի թողում, որ ջուր խմենք։ Իսկ այս տնտեսական սահմանափակումները, պարոն Մալխասյան, որ նախ ընտրական շրջանում կային, հիմա շարունակվում են, սա ինչի մասին է։ Այդ տնտեսական Ռուսաստանը միշտ ընդհանրապես բանը մի հատ իրանք ուժեղ գրող ունեն, Ֆյոդոր Տյուտչև ասում էր Ռոսիա умом не понять։ Խելքով Ռուսաստանին հասկանալը շատ դժվար է։ Ռուսաստանը բանը միշտ շանտաժներ է անում, տապորով կասինով է աշխատում։ Դիվանագիտություն չկա, զերո։ Ռուսաստանը ինչ որոշում կայացնի, ոչ միայն հայերի վերաբերյալ, ուրիշ հարցերի վերաբերյալ, ինքը գործում է իր դեմ։ Ինքը գործում է իր դեմ։ Հիմա տնտեսական շրջափակում է անում։ Հայերը երկերը շատ լավ գտնում են, շատ լավ։ Ուրեմն մեզ այսօր մեր կառավարությունը մի շատ լավ ուղղություն է բռնել բոլոր հարևանների հետ հաշտվել, որտեվ
մենք պետք է դուրս գանք այդ մեր հուզական զգացմունքային այդ վիճակներից։ Եթե այսօր դու հարևաններիդ հետ ուզում ես թշնամի լինել եւ գրավել, ուժդ պատում է, ժամանակ հնարավորությունները դերիկում է, կամ եթե գրավեսել, կարաս գրավածը պահես, ոնց որ Արցախն էր։ Դրա համար մենք հարևանների հետ հաշտվում ենք, ճանապարհները բացվում են։ Հիմա Ադրբեջանի միջով են գնացները գալիս եւ վառելիք են բերում եւ հացահատիկ են բերում։ Գնում ենք Եվրոպա, գնում ենք Մերձավոր Արևելք, գնում ենք մինչեւ անգամ Սիրիա։ Հայերը հեն անհիշելի ժամանակներից էլ միշտ առևտրական են եղել, առևտուրը սիրել են, առևտուրը հասկացել են բիզնեսի, ուրեմն գիտակներ են եղել հայերը։ Հիմա նույնիսկ մենք հիմի Ռուսաստանի շնորհիվ չադերտների մեջ այնպես մի հատ ճանապարհներ կգտնենք մեր ապրանքների առևտրի շրջանառության, որ ավելի օգտավետ եւ ավելի հուսալի ճանապարհներ, քան Լարսի կամուրջներ։ Բայց եթե Ռուսաստանում իշխանությունները փոխվի, այնտեղ էլ կան ժողովրդավար նորմալ ուժեր, ուշ թե շուտ մասնատվելուց հետո Ռուսաստանը ինչ որ մի Պուտինը պիտի վերանա, եթե Պուտին չի լինելու։ Մոռացեք։ Բայց եթե նորմալ աշխարհի հետ ինտեգրվելու ինքը ուրեմն բանկ ունենա այդպես իշխանություն, մենք կարող ենք Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատել, բայց ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական։ Այսինքն մենք մեր երկրի ինքնիշխանությունը պաշտպանելով, դու քո երկրի, մենք մեր շահերից ելնելով, դու քո շահերից ելնելով, ուրիշ բան չունենք մենք, ոչ տալու, ոչ առնելու։ Շնորհակալ եմ, պարոն Մալխասյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս ազատամարտիկ նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանն էր, կհանդիպենք։